Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ու Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքների հասցեագրման ուղղությամբ կառավարության աշխատանքներին։ Փոխվարչապետը բարձր է գնահատել այդ հարցում Եվրամիության աջակցությունը, անդրադառնալով առավել երկարաժամկետ կարիքների հասցեագրման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին, կարևորվել է միջազգային գործընկերների եւ հասարակական կազմակերպությունների հետ սերտ գործակցության շարունակականությունը, մասնավորապես կենսակայունացման եւ զբաղվածության ծրագրերի արդյունավետ մեխանիզմների մշակման եւ իրականացման նպատակով։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը Լոնդոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել են վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո Բասոյի հետ։ Նախարար Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել բանկի նախագահին արդյունավետ գործակցության համար, որի արդյունքում 2024 թվականին Հայաստանին ուղղված վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի ներդրումները հասել են ռեկորդային 400 միլիոն եվրո սահմանաչափի։ Անդրադառնալով բանկի կապիտալի մեծացման գործընթացին Հայաստանի մասնակցության թեմային, Վահե Հովհաննիսյանն ընդգծել է Հայաստանի կառույցի առաքելությանը սատարելու պատրաստակամությունը։ Նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի առանձին մասնագիտական խմբերի հետ եւ քննարկել Հայաստանի պորտֆելում առկա կարևոր ենթակառուցվածքային ծրագրերի առաջընթացը, ինչպես նաեւ առկա խնդիրները։ Շիրակի մարզի Անի համայնքի Շիրակավան բնակավայրը նոր դպրոց կունենա եկող տարի։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով կառուցվող եռահարկ կրթահամալիրի շինաշխատանքների մեկնարկը տրվել է 2024-ի դեկտեմբերին։ Ծրագրի բյուջեն 1 միլիարդ 995 միլիոն դրամ է։ Նախատեսված է 2026 թվականին ավարտը եւ այս համալիրը կազմված է ուրեմն 3 հարկից, 5 ունի ապաստարան, մյուս երկու հարկն էլ հենց լաբորատորիաներ են, դասասենյակներ են, ունի մարզատալիչ եւ դրսում կա մարզահրապարակ։ Անիի մեկ այլ ջրափի համայնքում եւս կրթահամալիր է կառուցվում։ Շատ կարևորում ենք Շիրակավանի ու ջրափի դպրոցները, որովհետեւ իրենք սահմանամերձ գյուղեր են եւ այդ դպրոցները, որոնք կառուցում են, նաեւ կլաստերային դպրոցներ են, օրինակ Շիրակավանում 3 գյուղի համար է դպրոց կառուցվում, մոտ 300 երեխայի համար, այստեղ կառուցվում է 6 գյուղի համար, եւս մոտ 300 երեխայի համար եւ դպրոցը ամբողջությամբ նոր է, նոր գույքով, նոր տեխնիկայով եւ հուսանք ժամանակի մեջ կտեղավորվեն, նաեւ մեր գործառույթներից մեկը դա է, ես միշտ ասել եմ, որակ եւ ժամկետ։ 2 միլիարդ 16 միլիոն դրամ արժողությամբ ծրագրի մեկնարկը տրվել է 24-ին, ավարտը դարձյալ 2026-ին է։ Մարզպետարանի ներկայացուցիչները դիտել են նաեւ Անիի տարբեր բնակավայրերում պետբյուջեի միջոցներով սուբվենցիոն եւ առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերով իրականացվող շինաշխատանքների ընթացքը։ Լուսաղբյուրը տարիներ շարունակ խմելու ջրի խնդիր է ունեցել։ Լուսաղբյուրում հրատապ կառավարության ծրագրով ներառված ներքին ցանցի հիմնանորոգման ծրագրին, որն արդեն ավարտվել է եւ ջրամատակարարումը լիարժեք շուրջօրյա կազմակերպվում է Լուսաղբյուր գյուղում։ Իրականացվում են ասֆալտապատման լայնածավալ աշխատանքներ Սարակապում, Հայկաձորում, Մարալիկում։ Սուբվենցիոն այս ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 656 միլիոն 733 հազար դրամ։ Շիրակի եւ Արագածոտնի մարզերին ծառայող Զարինջա-Ձիթանքով ավտոճանապարհի 4.3 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները եւս ընթացքի մեջ են։ Բարձրարժեք կոլաբրի, բրոկոլի կամ քել ցանելը մեր գյուղացիներին սովորեցրած, օրգանիկ մշակման հարցում էական աջակցություն ցուցաբերած, նաև ֆրանսիական բլանշ ցեղատեսակի ոչխարներին Հայաստան ներկրած Գայա ծրագիրն ավարտում է գործունեությունը։ Պտղաբույսերից մինչև խոտաբույսեր ու մանր եղջերավոր 5 արժեշղթայում 5 տարում Եվրամիությունն ու ավստրիական զարգացման համագործակցությունը միասին 13.3 միլիոն եվրոյի ներդրում են արել։ Աջակցության մեկ այլ բաղադրիչով կադրերի վերապատրաստման ու ժամանակակից սարքավորումների ձեռքբերմամբ ուժեղացրել են ոլորտի ուսումնարաններին ու դաշտը վերահսկող պետական կառույցներին։ Սննդի տեսչությունը դրանցից մեկն է։ Գայան գյուղատնտեսության ոլորտում Եվրամիության ամենախոշոր ծրագիրն էր։ Հիմնական թիրախը երկրի հյուսիսային Տավուշ, Լոռի, Շիրակ 3 մարզում այգետերերին ու ֆերմերներին կայուն եկամտի աղբյուրով ապահովելն էր։ Զուգահեռ նաև մաքուր օրգանիկ արտադրություններ են բացվել։ Ծրագրի արդյունքային գնահատումը որպես բացահայտում կարող է ուղերձ հանդիսանալ, որպեսզի քաղաքականություն մշակող գերատեսչությունը
իր հետագա վերանայումներում օրգանական հատվածը ևս դիտարկի որպես առաջնահերթություն եւ ապահովի համապատասխան ֆինանսավորումը, որը հավելյալ կայունություն կհաղորդի ֆերմերների կողմից անձնական ներդրումներին։ Անվտանգության, հիգիենայի եւ արտադրական հոսքերի կառավարումը սննդի արտադրության կարևոր գործընթացներից են տեղահանված ու տեղացի 10 փոքր ու նորաստեղծ բիզնեսի ներկայացուցիչներ 3 օր գործարաններում արտադրական նորմերին ծանոթանալուց հետո եկել են դասարան տեսական գիտելիքներ ձեռք բերելու, արդյունքում գիտական ու մեթոդաբանական գործիքներով վերանայելու իրենց արտադրությունը։ Սննդի անվտանգության հետ կապված գիտելիքներ փոխանցենք, որպեսզի թե արտադրական process-ները կազմակերպեն այնպես, որպեսզի ունենան անվտանգ արտադրանք, թե եթե նախատեսում են որոշակի արտադրական տեղամասեր կառուցեն, վերանորոգեն, ճիշտ իրականացնեն այդ ամբողջ պլանավորումը, որպեսզի հետագայում նաև խնդիրներ չունենան արտադրանքի սերտիֆիկացման եւ անվտանգ արտադրանք թողարկելու հետ կապված։ Եվրամիության կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում ծրագրի շահառուների կարողությունների եւ հմտությունների զարգացման, հետբերքահավաքի ենթակառուցվածքների եւ վերամշակման կառավարման համակարգերի ներդրման այս նախագիծն իրականացնում է Corner Business Platform-ը, որը նաեւ մշակել է տեղեկատվական տեսանյութեր ու մեթոդական ուղեցույց։ Corner Business Platform-ը կազմակերպել է դասընթացներ եւ նաեւ կան արդեն ձեռնարկներ, որտեղ այդ ամենը ինչ որ իրենց պատմել են 3 օրվա ընթացքում, այդ ձեռնարկի մեջ ներառված է, որպես ուղեցույց իրենք կարող են դա հետագայում օգտագործել իրենց արտադրությունների մեջ։ Սա ծրագրի հերթական աջակցությունն է այն տեղահանվածներին, որոնք զբաղվել են գյուղատնտեսությամբ եւ ցանկանում են այստեղ հիմնել տնտեսություն։ Եվրամիության կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն ծրագիրը համաֆինանսավորում են Եվրամիությունն ու Ավստրիական զարգացման համագործակցությունը։ Լոնդոնի բորսայում Brent ապրանքանիշի հուլիսի մատակարարումների ֆյուչերսների գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ աճել է 0.2%-ով, կազմելով բարելի դիմաց $64.61։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսային գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ բարձրացել է 0.2%-ով, կազմելով բարելի դիմաց $61.73։ Ոսկու միջազգային գինն աճել է 0.6%-ով եւ մեկ ունցիայի դիմաց կազմել $3244։ Բիտքոյնի արժեքը վերջին մեկ օրվա դրությամբ իջել է 0.2%-ով եւ կազմել մեկ հատի համար $103,520։ Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ մայիսի 16-ի տվյալով ամերիկյան դոլարը միջինն արժեցել է 386 դրամ 33 լումա։ Եվրոպական արժույթի գինը կազմել է 432 դրամ 69 լումա։ Ռուսական ռուբլու արժեքը սահմանվել է 4 դրամ 77 լումա։